Հարգելի լրատվամիջոցների ներկայացուցիչներ, նախ շնորհավորեմ մեր բոլորիս անցած տոները։ Հակիրճ անդրադառնամ ընդհանուր իրավիճակին, հետո մեզ բոլոր հուզող հարցերին, զրուշնչարական հիվանդությունների հետ կապված։ Այն, ինչ այսօր շրջանառվում է H1N1 հիմնականում, որը մենք եւ կայքերի միջոցով եւ տարբեր հեռուստահաղորդումների միջոցով հանրությանը իրազեկում ենք, դա անգամ միջև սեզոնի սկսելը արդեն իսկ համաշխարհային առողջապահության կազմակերպության կողմից ասվում էր, որ հատկապես շրջանառվելու են A տիպի H1N1 եւ սեզոնային ենթատիպերը եւ մեր հետազոտությունները նույնպես ցույց տվեցին լաբորատոր, որ իրոք հիմնականում 90%-ով շրջանառվում է A տիպի գրիպը եւ 1% ընդամենը B տիպը, ինչը օրինակ անցյալ տարի հիմնականում նաեւ գերակշռող էր, չի ասի ավելի շատ, բայց B տիպը մենք նույնպես բավականին մեծ թվով B տիպի գրիպներ արձանագրեցինք։ Այս տարի հիմնականում 99%-ով A տիպի H1N1-ն է եւ սեզոնայինը։ Նույնը շրջանառում է եւ մեր հարևան երկրներում եւ եվրոպական տարածաշրջանում։ Խոսվում է այն մասին, որ հարցեր կար, որ ինչի սահմանները չի վերահսկում, ասեմ, որ սահմանների վերահսկելու ընդհանրապես դրա կարիքը չկա, քանի որ այն ժամանակ, երբ որ բարձրացում նկատվեց նույն մեր հարևան երկրում, Վրաստանում, նույն ենթատիպը շրջանառվում էր Հայաստանում։ Այսինքն այնպես չէ, որ Հայաստանում չկար, մենք պետք է սահմանները փակենք եւ թույլ չտանք, որ այդ վիրուսը ներթափանցեր Հայաստան։ Սա այն հարցերից մեկը, որ հուզում էր։ Ասեմ, որ մենք ներկապահին մեր կատարած հետազոտությունների հետազոտել ենք մոտավորապես 549 նմուշ եւ այս նմուշների մեջ 51-ը, այսինքն 9%-ը H1N1 է, 24%-ը այլ շնչառական վարակներ են, դրանք պարագրիպ, ադենովիրուս, տարբեր վիրուսներ են, եւ 182-ի մոտ ընդհանրապես բացական է եղել 33%-ը։ Սա նույնպես խոսում է, որ գրիպի տեսակներից հիմնականում շրջանառվում է H1N1-ը։ Ինչ վերաբերվում է իրավիճակին, մենք ինչպես գիտեք, յուրաքանչյուր տարի ամենայն դեպս Հայաստանը այն երկրների շարքին է պատկանում, որ համարյա բոլոր ռիսկային խմբերի մոնիտորինգ ենք իրականացնում, այսինքն իրականացնում ենք ստացիոնարներում, պոլիկլինիկաներում, առաջնային բժշկական օգնության օղակներում, շտապ օգնության կանչերի, դպրոց, մանկապարտեզ, այսինքն ամենօրյա իրավիճակը լիարժեք գնահատվում է մեր երկրում։ Եվ ինչ իրավիճակ ունենք ներկապահին։ Ներկապահին մենք ունենք օրինակ պոլիկլինիկական դիմելությունը եղել է մոտ 1251 անց։ Եթե մենք համեմատում ենք անցյալ տարվա նույն օրվա հետ, մենք ունենք 967։ Եթե մենք ստացիոնարներում այսօր ունենք 693 հիվանդ, անցյալ տարի 658։ Կարամ կրկնեմ, եթե 693 հիվանդ, այսօր ունենք 658 հիվանդ անցյալ տարի նույն օրը։ Այսինքն կտրուկ ինչ-որ տարբերություններ, այո, թեթևակի աշխուժացումն են, նույն կանչերը շտապ օգնության, 103 կանչ ունեցել ենք մեկ նույն օրը անցյալ տարի 89 կանչի դիմաց, որը շակի աշխուժացում նկատվում է, բայց դուք գիտեք, որ անցյալ տարի շատ հանգիստ ընթացավ, ոչ մի խնդրահարույց բան չկար, եթե համեմատենք 16 թվականը, երբ որ իրոք բարդացած դեպքեր ունենք, լուրջ խնդիրներ ունենք, բայց համաճարակաբանական ցուցանիշներով էական այդպիսի լուրջ միտում, բարձրացում, անգամ ընդհանուր միջև բռնկման տեսքի մենք չունենք։ Բայց սա մեզ ահազանգ է, որ աճման միտում կա եւ հարց է ծագում, ինչու դպրոց մանկապարտեզը չեն փակվում։ Ես էլ հիմա ձեզ եմ հարցնում, դպրոց մանկապարտեզը չկար, տոն օրեր էր, ինչի գնաց աճման միտում։ Գնաց նրա համար այս շփումները, որ առողջապահության նախարարությունը միջև տոնական օրերը անընդհատ մեր բնակչությանը հորդորում էր, որ հնարավորինս շփումներից զերծ մնացեք, հատկապես եթե հիվանդ եք, բայց նորից ցույց տվեց փորձը, որ այո, այս շփումների հետևանքով մենք ունեցանք բարձրացում։ Այն դեպքում, երբ ոչ երեխաներն էին մանկապարտեզ հաճախում, ոչ դպրոց։
Սակայն հաշվի առնելով, որ ունենք աշխուժացում, անմիջապես առաջի իսկ օրվանից նախ առաջինը Ջերմաշյանի հետ կապված, որովհետև շատ կարևոր գործոն է, եւ երկրորդը բացականների հետ կապված սկսվեց մոնիտորինգը, որ մեզ պատկերը հասկանալի լինի, ինչ վիճակ է։ Շատ ծնողներ ուղղակիորեն խուսափել են երեխաներին, մենք հասկանում ենք, տանել դպրոց մանկապարտեզ, մտածելով, որ բավականին բարձր է վարակվածության ցանցը եւ երեխան կարող է այնտեղ վարակվել։ Եվ իհարկե Ջերմաշյանը։ Ես կանդրադառնամ դրանց, ուրեմն ինչ իրավիճակ է։ Մենք ուղղակի 2 օր է արդեն ֆիլտր ենք իրականացնում համաճարակաբանական դպրոցներում, բավականին սերտ համագործակցված տարածքային տեղական ինքնակառավարման մարմինների կրթության նախարարության հետ եւ օրինակ երեկվա ուղղակի տվյալ ասեմ, Հանրապետություն 432 երեխա թույլ չի տրվել, որ հաճախեն դպրոց։ Այսինքն, անգամ թեթևակի նախանշաններ ունենալու դեպքում նրանք ուրեմն դպրոց կամ մանկապարտեզ չեն հաճախում։ 182-ը Երևանից, 250-ը մարզերից։ Սա մեկ կանխարգելիչ միջոցառում, որ մենք հնարավորինս փորձենք պահպանել լիարժեք դասընթացները։ Երկրորդ կարևորը դա Ջերմաշյանն էր։ Այո, Ջերմաշյանը խնդրահարույց էր հատկապես առաջի օրը եւ մի շարք դպրոց մանկապարտեզներում իհարկե սահմանված նորմից մենք ցածր Ջերմաշյան արձանագրեցինք։ Այսօր կարող եմ հստակ նշել, որ Երևանում օրինակ 15 դպրոց է ընդամենը, որ սահմանված Ջերմաշյանից ցածր է։ Մենք ամենօրյա սա տրվում է համապատասխան ուրեմն կառույցներին եւ իրենք էլ ունեն եւ որպեսզի միջոցառումներ ձեռնարկեն կայուն Ջերմաշյան ապահովելու համար։ Եթե հնարավոր չլինի ապահովել, ապա այլ միջոցառումներ պետք է արվի, որ երեխաները սահմանված Ջերմաշյանից ցածր դասընթաց չանցկացնեն։ Հիմնական խնդրահարույցը, ասեմ ձեզ, մարզերում է, ոչ այդքան Երևանում։ Եթե Երևանում հատուկ կան դպրոցներ, բայց մարզերում մենք թիրախային մարզեր ունենք, օրինակ Արագածոտնի մարզը, որտեղ իրոք ցածր Ջերմաշյան ունենք, Գեղարքունիքի մարզը, կամ որտեղ ինչի հետ է կապված առաջինը, որ կենտրոնացված ուրեմն կացատուն չկա եւ ջեռուցումը իրականացվում է վառարանների միջոցով եւ հնարավոր չէ հատկապես առավոտյան ժամերին, քանի որ մենք ջերմաչափումը իրականացնում ենք առավոտյան հենց ժամին։ Միգուցե 2 ժամ հետո Ջերմաշյանը գա հասնի նորմային, բայց պետք է հենց առավոտյան, որպեսզի երեխան անգամ մի փոքր ժամանակ է պետք, որ եթե Ջերմաշյանը նվազ է, ապա մրցակցության գործոնը իր դերը կունենա։ Միտումը նվազման միանշանակ է 3 օրվա մեջ մենք լուրջ միտում ենք տեսնում, որ դպրոց մանկապարտեզներում պակասում է ուրեմն Ջերմաշյանը, այսինքն այն դպրոցները, որ անգամ առաջի օրը նվազ Ջերմաշյան ունեն, այսօր այդ տեսնում ենք, որ գալիս է իր նորմային։ Ինչ վերաբերվում է ձեր կարևոր ուրեմն հարցերից մեկն էր, թե մահվան դեպքեր կան, չկան։ Նախ ուզեի ուղղակի մի փոքր անդրադառնալ եւ մեր բնակչությանը հորդորեի։ Մտածում ենք գրիպը հիվանդություն չի, գրիպով մարդը չի կարող հիվանդանալ, հետո ծանր ընթացք ունենա, հետո ընդհանուր մինչև մահվան։ Այսինքն նորագոյացությունով կարող է, մյուսով կարող է, բայց գրիպը հիվանդություն չի։ Այս է մեր բնակչության հենց հիմնական խնդիրը, որ ասում է ես գրիպ եմ, բայց կհաճախեմ աշխատանքի, ոչինչ կանցնի։ Երեխային թույլ չի տալի, բայց ինքը գնում է։ Եվ խնդրեմ, վարակի տարածումը չի դիմում բժշկի, որոշ ժամանակ բարդացած վիճակում, թոքաբորբով, ծանր վիճակում հոսպիտալացվում է։ Ինչ է ասում առողջապահության նախարարությունը, դուք լավ բոլորդ գիտեք, հորդորում է, կան խոցելի խմբեր, այսինքն կան խմբեր, որոնք ունեն խրոնիկ հիվանդություններ, այսինքն գրիպը խրոնիկ հիվանդին ուրեմն վարակվելով նպաստելու է եւ շատ արագ կարող է ընդհանուր բերել մինչև մահվան։ Առողջապահության նախարարությունը ասում է խրոնիկ հիվանդներ պատվաստվեք։ Մեծ դժվարությամբ պատվաստանյութ է հայտարարվում, բերում, որպեսզի մենք կարողանանք մեր ռիսկի խմբերին պատվաստենք։ Դրանք են 0-ից 5 տարեկան, դրանք են 65-ից բարձր մեծահասակները, դրանք են հիմնականում երեխաներ, ասենք խրոնիկ հիվանդները եւ իհարկե բուժաշխատողները։ Ինչ պատկեր ունենք այսօր, շատ վատ պատկեր։ Այսինքն մարդիկ, որոնք այս խմբերի մեջ չեն մտնում, նրանք գալիս են պատվաստվում են,
Բայց այն ռիսկի խմբերը, որոնք ծայրահեղ ծանր կարող են ընթանալ, հատկապես նույն H1N1-ով վարակվելը, որը ավելի շատ կարող է ընդհուպ միջև թոքաբոր շատ արագ զարգանալ, այստեղ ինչ ունենք, հղիների մոտ 1.6% ընդամենը, 6 ամսեկանից միջև 5 տարեկան երեխաներ 2.3% պատվաստում, քրոնիկ հիվանդներ 6.9%, 65 տարեկանից բարձր 1.1%, սա մեր հիմնական աշխատանքը եւ ձեր օգնությամբ եւ մեր խնդրանքն է անգամ այսօր, որպեսզի այս ռիսկի խմբերը մենք ստեղծել ենք այդ հնարավորությունը պատվաստվեն եւ զերծ մնան բարդություններից, որ վաղը մենք չասենք, սա մահվան դեպքեր, սա ծանր ուրեմն վերակենդանացման բաժանմունքում է, որովհետեւ նորից եմ կրկնում, այդ նույն H1N1-ով մի շարք հիվանդներ կան, որ անգամ չեն էլ ջերմում։ Մենք ախտորոշում ենք H1N1, ինքը թեթև հարբուխով կլինիկա ուներ։ Դա խոսում է այն մասին, որ հատկապես այն անձինք, որոնց դիմադրողականությունը ցածր է, որոնք այս խմբերին են պատկանում, նրանց մոտ շատ ծանր ընթաց կարող է ունենալ։ Եվ նորից ուզում եմ այսօր հորդորել, խնդրել, որ ռիսկի խմբերը չվախենան պատվաստումը, դա այսօր իրենց համար շատ կարևոր գործոն է։ Զերծ կպահի։ Նրանք կարող է, ասում է պատվաստվեցի, բայց հիվանդացա։ Չի լինում այդպիսի բան։ Կարող է պատվաստվել, բայց հիվանդանալ պարագրիպով, չգիտեմ, ռենովիրուսով, չգիտեմ, այլ վիրուսներով, որը թեթև կանցնի։ Համենայն դեպս այն 3 գրիպի տեսակները, որ կա, B տեսակը, H1N1 սեզոնայինը, դրանք ամբողջովին պատվաստանյութը փակում է։ Եվ մեր հորդորն է, որպեսզի մենք կարողանանք այս ռիսկի խմբերին ուրեմն բերենք եւ պատվաստումներ իրականացնենք։ Պատվաստումներ իրականացրել ենք նաեւ այսպես կոչված փակ հիմնարկներում, դրանք հոգեբուժարներն են, ծերանոցերը, մանկատները, դրանք մենք իրականացնում ենք եւ եթե դուք հետևում եք վերջի տարիների ընթացքին, ոչ միտեղ մենք բռնկումներ չենք ունենում։ Ինչ վերաբերում է մահվան դեպքերին, ես հիշում եմ 16 թվականին լրատվամիջոցներից մեկը գրել էր եւս մեկ մահվան դեպք գրիպից։ Ինչ ենք ուզում, մեր բնակչությանը խուճապի բերենք, ասենք, որ մարդը չգիտակցելով, ասի ես կարող եմ շնչեմ, հիվանդանամ եւ մահանամ, այսինքն գրիպը դա նպաստում է մեկ այլ հիվանդություն, եթե ունի, զարգացնում է եւ հնարավոր է մահվան դեպք։ Մեկ դեպք մենք արձանագրած ունենք մի կնոջ մոտ, որը այլ հիվանդություններ ուներ զուգակցելով եւ նրա մոտ մենք H1N1 անջատեցինք։ Սա նույնպես խոսում է այն մասին, որ գրիպով հիվանդանալը դա չի նշանակում, որ մենք գրիպով հիվանդացանք ու մահանալու ենք։ Եթե մենք գրիպով հիվանդացանք, ինչպես մյուս հիվանդություններ, պետք է դիմենք բժշկի եւ բուժումը ստանանք։ Հիմա ինչ վերաբերվում է այսօր խոսում էր երեխայի մահվան հետ կապված, որ Արաբկիր կենտրոնում երեխա է մահացել, երեխան ընդհանրապես ժխտվել է, ընդհանրապես վիրուսային այստեղ վարակ գոյություն չունի։ Մենք հետազոտել ենք ոչ H1N1, ոչ այլ վիրուսներ։ Ընդհանրապես ժխտված է երեխայի մոտ եւ հիմա պատանատոմիական հետազոտություններ կարող են եւ գտնվի թե ինչից է խնդիրը։ Ես հիմա դրան չեմ կարող պատասխանել, բայց միանշանակ ժխտված է։ Սա չի նշանակում, որ մենք ասում ենք, որ բարդացած դեպքեր չեն լինելու, կլինեն։ Պետք է հետևել, օրինակ մենք դիտարկում ենք անում, հիմնականում հոսպիտալացումը կատարվում է երեխաների շրջանում։ Երեխան հիվանդացավ, վերում ենք, որովհետև մեր ստացիոնարները այսօր խնդիր ունեն մանկական ստացիոնարները։ Երեխային բերում ենք, բայց մեծահասակը ինքը երբևիցե կարող է 3-4 օր հետո նոր դիմել բժշկի։ Կամ նույն խնամողը, երբ որ մենք նույն շրջում էինք հիվանդանոցներում, ինքը դիմակ չի կրում, ինքը մտածում է, որ ինքը գրիպով չգիտես ինչի չի հիվանդանալու, եւ խնդրեմ վարակի աղբյուր։ Հաճախում է աշխատանքի, լավ իր առողջությունն է պետք է գնահատի եւ մյուսներին էլ հետը։ Ասում է, չէ, ես պետք է անպայման աշխատեմ։ Ես նաեւ խնդրում եմ հորդորով եւ դիմում եմ մեր հարգելի գործատուներին։ Մի թույլ տվեք, որ ձեր աշխատակիցները անգամ թեթև հարբուխով հաճախեն աշխատանքի։ Դա վտանգելու է եւ ընդհանուր ձեր բոլոր աշխատակիցներին։ Ուղղակի թույլ մի տվեք։ Եվ ես ձեզ վստահեցնում եմ, եթե թեթևակի նախանշանների դեպքում դիմեք բժշկի, շատ արագ բուժումը կիրականացվի։ Ինքնաբուժմամբ մի դիմեք, ասում եք գրիպ եմ, դե թեք խմեմ կանցնի, կամ հակաբիոտիկներ հեսա դեղացնից կառնեմ,
Ընդհանրապես հակաբիոտիկ պետք չի օգտագործել այդ դեպքում։ Պետք է դիմել բժշկի եւ բժշկի ցուցմամբ նոր համապատասխան դեղամիջոցներ ընդունել։ Այսինքն այսքան իմ ասածը նա է, որ մենք այդ կարծրատիպը պետք է կոտրենք, որ թեթևակի հարբուխն էլ, այո, պետք է մեզ գոնացնի եւ մենք դիմենք բժշկի։ Եվ դա չի նշանակում, որ սա շատ ծանր հիվանդություն է, որ հիմա H1-ն է, եթե H1-ը չլիներ, B-ն լիներ, B-ից մահեր կան, B-ից մահեր կան, B-ից ծանր դեպքեր լինում են ամբողջ աշխարհով, չէ, հիմա Հայաստանը նկատի չունենք։ Որ նշեցիք այս տարի է եղել։ Այո։ Այո, ուրիշ դեպք չունենք։ Մի դեպք այս։ Բայց կարա լինի։ Ոչ մեկ չի բանանում, մենք ծանր դեպքեր ունենք, մենք ծանր դեպքերը հետևաբար նայում ենք, բայց նորից եմ կրկնում, հիմնականում մեր ծանր դեպքերը, որ մենք հետևողական դիտարկում ենք, դրանք ռիսկի խմբեր են մտնում։ Եվ հատկապես հղիները շատ պետք է զգոն լինեն։ Վիրուսը շրջանառում է եւ այստեղ ասել առողջապահությունը կամ այլ մարմիններ կարող են լիարժեք պայքարել, ոչ, լիարժեք բոլորովս պետք է պայքարեն։ Լիարժեք մեր բնակչության հետ պետք է պայքարենք եւ խոճապի չմատնենք մեր բնակչության ամենակարևորը։ Պետք է բացատրել, որ դա այդ գրիպից չի, որ միանգամից գրիպ ընկավ եւ մեկ օրվա մեջ մահացավ։ Չի կարա լինի։ Այն նույն երեխայի մահը մենք նույնպես կասկածում ենք եւ այսօր հետազոտությունը կատարեցինք, հետազոտությունը 100% ճշտությամբ է իրականացում եւ բացարձակապես վիրուս չկար։ Սա չի նշանակում, որ վիրուսով մենք ծանր այլ հիվանդներ չունենք, ունենք, բայց եթե մենք հետևենք, ժամանակին դիմենք բժշկին, նման խնդիր չի լինելու։